Բարև Օլիմպոս եւ արդեն հարազատ դարձած օլիմպոսցիներ։ Այսօր նորից մեր հանդիպման օրն է, որին անհամբերությամբ էինք սպասում։ Վաղուց ֆուտբոլային աշխարհից մարդ չենք ունեցել հասմեսյուր եւ արի այդ բացը լրացնենք։ Մեծ սիրով այսօր հյուրընկալել ենք Վարդան Մինասյանին։ Բարև ձեզ, պարոն Մինասյան։ Բարև ձեզ։ Պարոն Մինասյան, որքան էլ տարօրինակ հնչի, բայց այսօր ֆուտբոլից չենք խոսելու, չենք անդրադառնալու ոչ ձեր գլխավորած հավաքականին, ոչ ակումբներին, ոչ հաջողություններին եւ ոչ էլ Եվրո 2012-ի ընտրական փուլին։ Ուզում ենք խոսել ձեր ոգեշնչումներից, մոտիվացիայից, այն ամենից, ինչը ձեզ հետաքրքրում եւ հուզում է։ Այդ սիրով, չնայած ես պատրաստ եմ ցանկացած հարցի պատասխանել, ինձ հետաքրքիր կլինի նաեւ ձեզ լսել, հենց որ հուսով եմ հետաքրքիր զրույց կունենանք։ Հուսանք։ Պարոն Մինասյան, այնպիսի աշխարհակաղակական իրավիճակում ենք մենք հիմա ապրում, որ բոլորս էլ դրա մի մասն ենք կազմում եւ անընդհատ հետեւում ենք, թե ինչ է տեղի ունենում աշխարհում եւ Հայաստանում։ Ձեզ որպես Վարդան Մինասյան, որպես մարդ, ի՞նչն է հիմա անհանգստացնում, ի՞նչն է հուզում։ Ցանկացած հայ, ինչպես իմ երկրի վիճակն է ինձ անհանգստացնում, Հայաստանի, հայերի, հայ ազգի ու նախ ասեմ, որ այս իմ որոշումը, որ ես կայացրեցի, եթե հիշում եք Արմենիայի հետ երբ իմ պայմանագիրը ավարտվեց, ես նախորդ արդեն ասել որ չեմ շարունակելու ու մեծ մասամբ դա հենց դրա հետ էր կապված, որովհետև ես միշտ ասել եմ, որ խոսքը գնում է մարզիչ աշխատելու մասին, որովհետև մարզչին ամենակարևոր բացի գիտելիքներից ամեն ինչից ամենակարևորը էմոցիաներն են մարզչի համար, որը պետքա լինի իր աշխատանքի մեջ, որպեսզի աշխատանքը ավելի լինի ընդգրկուն լինի, այսինքն ամբողջական լինի, ասենց ասեմ։ Իսկ երբ որ դու այդ էմոցիաները չունես, քո մոտ ամեն ինչ կիսատ կլինի։ Այս իմ որոշումը, որ ես կայացրեցի, հենց դրա հետ էր կապված, որովհետև այնինչ կատարվում մեր շուրջը, մանավանդ երբ մի քիչ հասուն տարիքում ենք ավելի շատ բան ենք տեսնում ու հասկանում, ես չէի կարող կենտրոնալ այդ գործի վրա, այսինքն մարզության վրա, դրա հետ էր կապված։ Ինձ թվում է այս որոշումը արդեն ամբողջական ասում է, թե ես ինչ եմ զգացել այդ բանին, այդ որոշումը կայացնելուց։ Վերջին տարիները իսկապես դժվար են եղել մեզ համար, հայ ազգի համար, որ պայից սկսած հասկացաք, որ այդ անհրաժեշտ էմոցիաները, այդ հույզերը չունեք եւ չեք կարողանում նաեւ տալ ձեր ակումբին։ Ես 2 տարի ամբողջական աշխատեցի, առաջի տարին քանի որ ես երկար դադարից հետո ես սկսել աշխատել, իմ մոտ քիչ թե շատ այդ առումով նորմալ էր, բայց երկրորդ տարին արդեն երևի նույնիսկ տարվա կեսից sense ասեմ, ֆուտբոլային տարվա կեսից արդեն դժվար էր տրվում, բայց քանի որ ես ունեի պատասխանատվություն, ունեի պայմանագիր, ես չէի կարող ուրիշ կերպ այդ պահին կամ կեսից ինչ որ որոշում կայացնեի, փորձում էի հնարավորին չափ կենտրոնանալ իմ գործի վրա, Փառքասու այն մարզչական կազմը, որ ես ունեմ, երկար տարիներ իրար հետ աշխատում ենք, մենք կարողացանք մեկս մեկին լրացնելով ու գտնում եմ մենք նորմալ մրցաշրջան անցկացրեցինք։ Ես լիովին հասկանում եմ ձեզ, պարոն Մինասյան, որովհետև նույնը երևի մեզ հետ է, երևի չէ, հաստատ մեզ հետ է, որովհետև մենք էլ մեր աշխատանքում չենք կարողանում լիովին այդ հաճույքը զգալ, որը մենք ունեցել ենք գոնե մինչ պատերազմը։ Բայց սխալ չի արդյոք, որ ամեն մեկս մի կողմ քաշվենք ու ասենք ես այլևս չեմ կարող։ Ինչ անենք կամ ավելի շուտ հարցս այսպես ձևակերպեմ, ինչ անենք, որ մենք մեզ լիարժեք զգանք, ինչը փոխենք։ Այստեղ հարցը մի կողմ քաշվելու մասին չի, որտեղ եթե դու պետքա եկեք մի հատ ուրիշ անկյունից նայենք այս հարցին, որտեղ դու եթե միտեղ մնում ես ու չես կարողանում լիարժեք տալ այդ ակումբին, եթե ֆուտբոլի մասն ենք հիմա խոսում, դա նշանակում է դու ավելի շատ վնաս ես տալիս, քան թե օգուտ ես տալիս, հենց որ այս առումով ես հիմնականում սենց եմ մտածել։ Իսկ ինչ անենք, ճիշտն ասած, ինքը մի քիչ բարդ հարց է, ոչ թե որ ես չեմ ուզում հիմա պատասխանեմ, բայց ընդհանրապես սենց բան կա, շատ հարցեր կա, մենք ինչքան էլ փորձենք դրա պատասխանը գտնենք, դա դժվար է, որպես երբեմն օրինակ մարդուն որ հարց ես տալի, ինքը պատասխանը չի իմանում, ամաչում ասի, չգիտեմ, բայց դա ամոթ չի։ Մենք ֆիզիկապես կամ մտքով հնարավոր չի բոլոր հարցերի պատասխանը ունենանք, կան հարցեր, որոնք անպատասխան են։ Ամենայն դեպս այն ինչ որ ես անում եմ իմ տեղում հիմա, ֆուտբոլից դուրս, այսինքն շատ բաների եմ ես մասնակցում, հիմա չեմ ուզում դրա մասին բարձրաձայնեմ, փորձում եմ իմ օրինակով, նույն իմ ընտանիքի օրինակով, այսինքն Պարզա որ ես ունեմ երեխաներ, իրանք ինձ նայում են, թե ես ինչ եմ խոսում, ինչ եմ, փորձում եմ
պահել այն արժեքները, այն արժե համակարգը, որը որ ես իմ համար ընդունելի են, որը որ հիմա Հայաստանը փորձում է մի քիչ այդ արժեքներից շեղվել դեպի ուրիշ կողմ, չգիտեմ որ կողմ է ինքը շեղվում, բայց ես փորձում չգնամ այդ ուղղությամբ, որովհետև դա իմ համար խորթ է։ Այս պահին սա եմ անում, ես ունեմ Instagram-ի ունեմ, տենց էջ ունեմ, ճիշտ ասած ես տենց բաների այդքան կարող եմ մի քիչ տարիքս հաշվի առնելով այդքան չէի բանանում, բայց ինձ խորհուրդ տվեցին, որ դու այդ այն տեղն է, որ դու կարող ես քո մտքերը արտահայտես, քո ինչ որ զգացմունքները ասես, ես փորձում եմ այդտեղ, եթե ինչքանով մարդիկ որ հետևում են դրան, ես փորձում եմ այդտեղ իմ զգացմունքները, իմ մտքերը, իմ ինչ որ անհանգստությունները այդտեղ արտահայտել, եթե որ հետևում է այդ էջին կարող է ինքն այդտեղ տեսնի ու մի բան էլ ասեմ, ես սկսել եմ ինչ-որ բաներ գրել իմ համար, մտքեր, կարճ մտքեր են։ Հա, ունեմ ես արդեն, եթե չեմ սխալվում 100-ից ավել կա։ Ու ինքը համապատասխանում են, օրինակ 3-4 տարի առաջ է դա սկսվել, ինքը համապատասխանում է տվյալ ժամանակին, այսինքն այդ ժամանակում ինչն է մեզ շատ ինձ անհանգստացել, դրա մասին գրում եմ, տենց ինչ-որ բաներ եմ անում ու տեղադրում եմ իմ էջում։ Գիրք դառնալու է։ Ինչ շատ են դրա մասին ասել, չգիտեմ, ես այդ ուղղությամբ հələ չեմ մտածում, այն որ ասում է, ինչ որ անում իմ համար եմ առաջին հերթին անում, ու եթե ինչ որ մեկը այն ինչքան որ ես հետևորդներ ունեմ կամ եթե ինչ որ իրանց հետաքրքիրական բան է, ընդհանրապես այս հերուն գնացող պլաններ այդ ուղղությամբ դեռ չունեմ։ Դուք արժեքներից նշեցիք, շատ կարևոր է մեր ազգի հատուկ որակների, հատկանիշների մասին եւ հիշում ենք դուք երբ գլխավորել եք հավաքականը, բարբերաբար ձեր տղաների հետ զրույցներ եք անում, տանում եք հայրենասիրական ֆիլմեր նայելու։ Խոսենք դրա մասին, ինչ տանք մեր սերնդին, ինչպես նորից արմատացնենք, ինչպես նորից հիշատակենք այդ մասին, որպեսզի գնան ճիշտ ուղղությամբ։ Տեսեք, մենք ինչքան էլ ուզենանք, մենք արմատներից հա փորձում են հիմա ինչ որ ուղղություն փոխել, կտրվել, բայց դա ես գտնում եմ, որ սա ժամանակավոր բան է, հուսով եմ ամեն ինչ կընկնի իր տեղը, ես միշտ գտել եմ, որ կա մի քանի բաներ, որոնց վրա հիմնված է հայ ազգը։ Դա առաջի հերթին մեր հավատքն է, մեր քրիստոնեությունն է, դա անբեկանելի է, անսասանելի է, այդ առաջինը, երկրորդը մեր սփյուռքն է, որը ինքը համարվում է մեր համար հենասյուն է համարվում, ու ամենակարևորը դա մեր այդ հավաքական ուժն է, ասենց ասեմ, բոլորս միասին որ կարողանանք չկտրվել մեր արժեքներից, մեր արմատներից, որովհետև դա ես գտնում եմ դա լավ տեղ չի տանի մեզ, դա լավ տեղ չի տանի։ Հիմա նշույլները մենք տեսնում ենք դրա։ Նշույլները ո՞ն արդեն լավ խորացել են։ Իսկ ավելի հա խորացել է, ես ինչ որ մի հատ նոր մարդու տեսակ են ուզում հիմա ստանեմ, ես դրա մասին գրել եմ, ճիշտ ասած, որը որ ինքը մենակ արտաքին տեսքն է, ներսում ոչ մի բան չկա։ Այսինքն, հա, այսինքն չունի, ինքը արժեք չունի, ինքը ինչի համար է, ինչ անում, ինչի համար է ապրում կամ անում, այսինքն, սենց ասեմ, մի քիչ կողոպիտ չի, եթե մենք զուտ ինչ որ որոշ մի հատ հատված կա, սպառող է դարձել ինքը, բայց դա տենց չի լինի, որովհետև մենք նախ մենակ չենք, մենք գեն ենք շարունակում, մենք ազգի դեմք ենք շարունակում, դա ինձ թվում է հուսով եմ սա ժամանակավոր ամեն ինչ։ Բայց ինչ անենք, որ ժամանակավոր լինի, եթե ոչ ինչ-որ քայլեր պետք է չէ ձեռնարկենք դեմ դառնելու համար։ Եթե հիմա ասած քաղաքականությունից սկսենք խոսալ, ոնց էլ ինձ մեկ-մեկ ասում են ֆուտբոլից խոսանք, ես ասում եմ, եթե մենք հիմա ֆուտբոլից խոսանք, 5 րոպե հետո մեր խոսակցությունը գնալու է դեպի այնտեղ, որտեղ դա հիմա այնքան սերտ կապված է Հայաստանի մասին եմ ես հիմա խոսում, մենք չենք կարող մեկը մեկից անջատել, եթե ինչ որ մեկին թվում է, թե ինքը ընտրությունով ինչ որ բան է փոխելու, ինքը չարաչար սխալվում է։ Սա իմ կարծիքն է անձնական։ Կարծում եք մեր ժողովուրդը դեռ կարող է պայքարել իր իրավունքների, իր հեղինակության համար։ Նայեք, եթե կարող եմ մի քիչ sense պեսիմիստական բաներ ես ասեմ, վատատեսական ասեմ, ես ոչ 18 թվականին եմ հավատացել, որ ժողովուրդը դա արեց, ոչ էլ հիմա եմ հավատում, որ կարի ժողովուրդը դա անի։ Հա, դա ինչ որ ընթացքում, ինչ որ ժամանակի ընթացքում բոլորը sense գումարվում են, ստացվում է այդ ամեն ինչը, բայց ես չեմ գտնում, թե դա ավելի շատ ժողովրդի անելու բանն է։ Ով պետք է անի։
անհատներ պետք է լինեն, հզոր դեմքեր, որոնց հավատանք, ովքեր պատրաստ լինեն։ Դեմքերը կան, բայց ինքը այնքան բան մեխանիզմ է, ինքը շատ բարդ մեխանիզմ է, հետո մի բան էլ ձեզ ասեմ, դուք մի մտածեք կամ ես ինքս, որ ամեն ինչի որ մեզանից է կախված։ Մենք փոքր երկիր ենք, այստեղ երկու բևեռներին պայքար է գնում մեր երկրում, մենակ մեր երկրում չի։ Հիմա նայեք Ուկրաինայում նորից երկու բևեռների պայքար է գնում։ Ճիշտ է, խաղացողներ շատ կան, բայց որ ցենց ավելի գլոբալ նայենք, ընդհանրապես երկու բևեռ են ընդ։ Նույնն էլ ստեղ է, նույնն էլ Պարսկաստան, ԱՄՆ, Իսրայել, այսինքն սա համաշխարհային, հա, խնդրեմ է, դրա համար եմ ասում, որ այստեղ շատ մի քանի գործոններ պետքա լինեն, ներկա լինեն, որպեսզի դա ստացվի։ Եթե մենք նստենք սպասենք, հեսա գնալու ենք ընտրության ու այդ ամեն ինչը փոխվի, դա տենց չի։ Եթե աշխարհը Հայաստանը այդ ամեն ինչը տեղի ունեցող դիտարկեն խաղի տեսքով, խաղի վերջը ավարտվում է ունի սկիզբ, ինչ որ շարունակություն, ինչպես եք դուք դիտարկում այս ամենը, ինչ է լինելու։ Հայաստանի հավաքականը գաղթի։ Այն հավաքականը, որ մենք սովոր ենք տեսնելու, այդ ոգով հավաքականը։ Ձեր հավաքականը։ Դե դա մեր բոլորիս հավաքական, այդ հավաքականի հենց ունիկալությունն էր, ինքը բոլորին էր։ Ես մի առիթով ասում եմ, որ ինքը այդ ժամանակ տարբեր մարդիկ էին, բայց բոլորը մի բան էին ուզում։ Իսկ այդ ամենակարևորը, տեսեք, մենք անդադ լսում ենք, չէ, եկեք համախմբենք, չգիտեմ, sense բառեր ենք լսում։ Չնայած ես դրան էլ այդքան կողմ չեմ, որտեղ նայում ես մեկ կողք, ասում ես ես չեմ կարող, եթե ես համախմբվեմ իր հետ, ես իմ պրինցիպների սկզբունքներին դեմ եմ գնալու, ես դրան այդ ժամանակ բոլորը համախմբվել էին ու մի կարևոր բան էլ ասեմ, մենք տեսեք դուք էլ քիչ առաջ ասեցիք ով լինի, ինչ լինի, գուցե սկզբից պետքա ինչ որ մի մեկը պետքա կամ մեկը կամ երկուսը, բայց ես միշտ եղել եմ նրան կողմնակից, որ մենք պետք է կարողանանք ունենանք հստակ գաղափարախոսություն, ազգային գաղափարախոսություն։ Իմիջիայլոց դրա մասին եմ ես գրել ու դրա շուրջը հավաքվենք։ Եթե մենք սկսում ենք ամեն ինչ անձնավորել, անձի հետևից գնալ, դա էլ եմ ասում, այս սկզբնական ժամանակ կարելի է այդ ուղղությունը ընտրել, բայց տեսեք մենք այդքան խոսում ենք, չէ, եվրոպական արժեքներից, ամերիկյան արժեքներից, որոնտեղ ինչքան էլ մարդիկ փոխվում են, բայց իրանց ուղղությունը, այսինքն իրանք ունեն հստակ գաղափարախոսություն, քաղաքականություն, միշտ դա պահպանվում է, մարդիկ փոխվում են, բայց դա չի փոխվում։ Մեզ դա է պետք, ապագայում դա է պետք, որը հիմնված կլինի մեր ազգային նկարագրի վրա։ Մենք չենք կարող վերցնել ինչ-որ մի հատ երկրից մի բան ու արտատպենք, ասենք մենք սենց չի լինի, դա չի լինի, որտեղ մենք ունենք գենետիկա, մենք ունենք նախասիրություններ, մեր աշխարհագրական դիրքը նենց է, որ մենք պետքա շատ ուրիշ բաներ հաշվի առնել։ Չենք ունեցել ըստ թե վերացել է մեր այդ գաղափարախոսությունը, որովհետև մենք որ խոսում ենք դարերից եկող մեծ արժեք, հիմա ինչու չունենք, ինչու էսպես ազգային թերությունն է հենց, տեսեք, եթե sense մի քիչ ավելի գլոբալ նայենք, մենք պատմությունից հետ գնանք, ժամանակ առ ժամանակ մենք ունեցել ենք հզոր առաջնորդներ։ Բայց դա եղել է ժամանակ առ նույնիսկ sense կոպիտ ասեմ, կարող 100 տարի մեկ լինի, մի հատ հզոր առաջնորդ, բայց ինչ այդ պատճառներով այդ առաջնորդը իր լավ չի վերջացնում, բայց ավելի շատ մեր մեղքով, քան թե մեր թշնամիների, ես sense ասեմ։ Ու ինչի չենք կարողանում, դա երևի մեր հենց ազգային տեսակի մեջ է, որովհետև մենք շատ անհատական ենք, մենք ինդիվիդուալիստ ենք։ Տեսեք, ես քիչ առաջ ասացի, ինչ որ գաղափարախոսության կողքը հավաքվենք, դժվար է դա լինում։ Բայց հետաքրքիրն է, որ պատմությունը ցույց է տալիս, որ ինչքան հավաքվում ես տենց բանի կողքը, դու հաղթանակ ես։ Հիմա վերցրեք ֆուտբոլն էլ կարող ենք վերցնել, բայց ընդհանուր երկիրն էլ կարող ենք վերցնել, Արցախյան առաջի պատերազմը կարող ենք վերցնել, համախմբում, չէ։ Վերցրեք ցանկացած բան, Սարդարապետը վերցրեք, համախմբում, այսինքն եկեղեցին եւ ազգը միասին էին։ Ֆուտբոլը գնանք վերցնենք միասին, ոչ թե հավաքական է, Արադ 73-ը վերցրեք, համախմբված, այսինքն, բայց տեսեք բոլոր տեղերում, եթե ուշադիր նայեք մեր պատմությունը, այդ ամեն ինչը տևել է շատ կարճ, ու կարճ կարող եք յամա 4-5 տարին շատ մեծ ժամանակ է, բայց չէ, այդքան էլ մեծ չի, եթե վերցնենք հայկական պատմությունը, կարճ ժամանակ է։ Այդ պատճառով չի ստացվում, ես մի քիչ ավելի հասարակ ասացի, որպեսզի ավելի բարձ լինի։ Շատ հետաքրքիր նշեցիք այդ փոքրիկ համախմբումները, լինի դա հավաքական, թե ինչ որտեղ ընջի Յարխուշտա եւ միանգամից հայտնվել մարդիկ, ովքեր
նույն գաղափարի շուրջ կմիավորվեն, բայց ինչ անենք, որ դա երկար տևի եւ որը պետքա լինի ձեր կարծիքով այդ ազգային գաղափարախոսությունը։ Ինչի շուրջ համախմբվենք։ Նախ ամեն ինչ առաջնահերթությունները պետքա լինի հենց ազգայինը պետքա։ Դա պետքա լինի հիմքը։ Ես ազգայնամոլության մասին չեմ խոսում, հիմա դա մի քիչ ուրիշ բան է, ավելի շատ ինքդ քեզ սիրի, ընդհանրապես եթե վերցնենք մարդուն որպես սուբյեկտ, այտենց բան կա, չէ, իրան ասում են, երբ որ անան փոքր ժամանակը միջին տա, երբ որ դաստիարակում ես, ես ասում ես ամենաառաջինը դու ինքդ պետքա քեզ սիրես, հետո նոր մնացած բաները։ Հիմա եթե ավելի գլոբալ վերցնենք, ամենաառաջինը ազգային այդ ամեն ինչը պետքա պրիորիտետ առաջնահերթությունները պետքա հիմնված լինեն քո երկրի համար, չէ՞, այտենց մի հատ խոսք կա, չէ, ազգային շահ։ Օրինակ երբեմն լսում ենք, չէ, ասում են, չգիտեմ, Ռուսաստանը սենց արեց, Թուրքիան, Ամերիկան, բա իրանք ազգային շահն են առաջ տանում, ոչ մեկ չի գալու ձեր գլուխը չի շոյել, ասի գիտեք ինչ, եթե ինչ որ միտեղ իրան շահը ձերի հետ համուկտ է, այդ ժամանակ հա իրանք իմացեք ձեր հետ Ես այս ինչ որ ասում եմ, թող ուտոպիա չթվա, որովհետև ես հասկանում որ մենք փոքր ազգ ենք ու դրա համար պետք է ավելի ճկուն լինենք։ Ես մի առիթով ասել եմ մի հարցազրույցում, որ մեր ուղեղը շատ ճկուն է, տենց է բնությունից ճկուն է մեր ուղեղը, բայց մենք չենք կարողանում այդ ճիշտ ուղղությամբ տանել։ Եթե մենք կարողացանք ճիշտ ուղղությամբ տանել մեր այդ ուղեղի ճկունությունը, խելացությունը, ել եմ ասում օրինակները կան, հետ գնանք մեր պատմությունը, օրինակները կան, բայց հետաքրքիրն է, որ այդ օրինակները լավ կան, բայց մենք այդ նորից շեղվում ենք, մի քանի տարի հետո նորից շեղվում ենք, նորից շեղվում ենք, չգիտեմ, ինձ թվում է այդ անհատականության բանը մեր մոտ շատ ավելի մեծ է, քան թե թիմային աշխատանքի Իսկ չեք կարծում, որ գենը ճիշտ է մեզ գալիս է արյամբ, բայց գենը կարելի է նաև փոփոխել։ Ինչ որ սովորեցնել մեզ, օրինակ մեզ, չգիտեմ, նույն առաջին հանրապետության ժամանակ դնեին, ասեին սա է լինելու, կամ թեկուզ այս 30 տարվա մեջ ու թեկուզ 100 տարի, հա, ուղղորդեին, ձևավորեին նոր գեն, այդ հավաքական գենը։ Նայեք, բաներ կա, որ չեն կարողանում փոխել։ Մի հատ sense ավելի sense հետաքրքիր օրինակ բերեմ։ Հայկական հայերը միշտ արծվակիթ են, չէ՞, գենն է, չի փոխվում ինքը, չի փոխվում երբեք։ Իսկ որ ասում եք մենք տարիների ընթացքում դուք նայեք մենք շատ բան ազգ ենք, չէ՞, մոնոէթնիկ ազգ ենք, այսինքն մենք ենք 95% մենք ենք ու շատ քիչ ենք, երևի խորհրդային տարիներին ինչ որ միջափով եղավ, որ ինչ որ խառնվեցինք, բայց հիմա շատ մենք բան ենք, այսինքն այդ գենը շատ վաղուց գալիս է։ Եթե ընթացքում մենք խառնում ենք, գուցեև ինչ որ բաներ ի հայտ գար դրանից առաջ, բայց փաստն է, որ մենք դեռ ինչ անենք, ճիշտն ասած ես այդ հարցի պատասխանը չգիտեմ, որովհետև եթե մենք նույն սխալը անդադ կրկնում ենք, այդ նշանակում է ինչ որ պատճառներ փնտրել կամ մեղավորներ փնտրել ուրիշ տեղ, այդ սխալ բան է, այսինքն ամեն ինչ մեզանից է գալիս։ Ու նորից գամ ես այդ բանին, որ ես հասկանում եմ, մենք միշտ սպասում ենք, փրկիչի ենք սպասում, դա լինի երկրից դուրս, դա լինի նաև երկրի ներսում, որ ինչ որ մեկը կամ դրսից կամ ներսից գալու է, չէ, այդ ամենա դա շատ sense ասեմ, սա կարճատև բան է ինքը, կարճ էֆեկտ է ունենում։ Եթե ուզում ենք երկար, հստակ առաջնահերթություններ, հստակ գաղափարախոսություն, ել եմ ասում, որը հիմնված կլինի մեր ազգային նկարագրի վրա, մենք չենք կարող այդ ամեն ինչից փոխվենք, չենք կարող, ինչքան էլ ուզենանք, չենք կարող։ Ունեն չի որ վատնա, մեր լավն է մեր գեները, ես դրա մասին չեմ խոսում, բայց իրան պետքա բերենք մի բանի շուրջը հավաքենք։ Երևի դուք եք ձեր կյանքի ընթացքում շատ լսել հրեաների մասին, չէ, Իսրայելի մասին, մեզ համեմատում իրանց հետ, ու խելքի առումով, ճկունության առումով, ու ինչի է իրանց մոտ տենց, մեր մոտ սենց, դե մի պարզ պատճառն է, որ իրանք կարողանում են հավաքվել, իրանք կարողանում են իրանց պետության մասին մտածել, պետականության մասին մտածել, մենք չենք կարողանում։ Երևի ամենամեծ տարբերությունը սա է։ Մի հատ շատ
հասարակ օրինակ էլ բերեմ, ընկերոջս որը պատմում էր, Բելգիայից է պատմում, որտեղ շատ հрьяաներ շատ կան այդ Անտվերպեն քաղաքը, հենց հрьяաների քաղաք է, ու հետաքրքիր բան էր պատմում, ասում է հрьяաները մտնում էին հрьяաների խանութից էին առևտուրանում, իմանալը որ կողքի խանութում հрьяայի չի, բայց ավելի էժան է, բայց իրանք էլի առնում։ Այսինքն այդ փոքր պահ է էսի, բայց ինքը բնութագրում է իրանց ազգին է բնութագրում, որը մեր մոտ չկա։ Կան ինչ որ սենց երբեմն սենց ճառագայթինման լինում են, որ ոնց որ մեր պատմությունն է, բայց ընդհանուր բերել բոլորին երկարատև մի բանի շուրջը դեռ չի հաջողվում։ Դեր նշած լավ օրինակներ իսկապես շատ են եղել ու ոգեշնչող, ուղղակի մենք եղել է մի ընթացք հետևել ենք, ոգևորվել ենք ու մոռացել ենք այդ մասին։ Դրա մասին կա նաև գրականության մեջ, կան մեր մեծերի խոսքեր ու Անդրանիկը, Նժդեհը, Թումանյանը, որոնց դուք բազմիցս ձեր զրույցներում եք նշել, մենք էլ ձեզ այդ հարցազրույցներից մեկում Թումանյանից բավական ոգեշնչված մեջբերումներ եք արել։ Դուք որտեղից եք քաղում ձեր ոգեշնչումը եւ որտեղ եք տեսնում այդ ակունքները, ինչից կարող ենք մենք էլ օգտվել։ Նախ ասեմ, որ Թումանյանը ինչքան էլ մենք ես մեծանում եմ, ինքը նորից մնացել է իմ այդ ոգեշնչման աղբյուրը, որտեղ ինքը իմ համար աստվածաշնչի նման մի բան է, որովհետև եթե նույն աստվածաշունչը կարդեք, դեռ ինչ է քարոզվում, նույնը Թումանյանն ասում ավելի པարզ, ավելի հասարակ լեզվով։ Թումանյանի մեծությունը նաև էլ նա, որ ինքը բոլոր տարիքների համար է, փոքրն էլ կարող է կարդալ, մեծն էլ կարող է կարդալ, փոքրը ուրիշ ձև է իր կարդացածը հասկանում, բնական է, միջին տարիք ուրիշ, մեծը, այսինքն ինքը էլի մնացել է այդ ոգեշնչման աղբյուրը իմ համար։ Երկրորդը այս որ խոսացի է սպորտկումների մասին, այսինքն մեր հաղթանակների մասին, ինքը իմ համար էլի այդ վառ օրինակն է, որի վրա կարող ենք հիմնվել եւ ապագայում կարողանանք կառուցել այդ հզոր Հայաստանը։ Ես չեմ ասում, որ այն Հայաստանը, որ որից բոլորը պետքա վախենան, բայց այն Հայաստանը, որին կհարգեն, որի հետ ինչ որ ձևով հաշվի կնստեն, չեմ ասում շատ գլոբալ հարցերում, բայց այն հարցերում, որտեղ ոչ թե այն ինչ որ հիմա է կատարվում, որ մեր երկրում կատարվում են բաներ, որ մեզանից անկախ է, մեզ ասենց ասեմ, նույնիսկ ոչ ոք չի հարցնում, թե բանի տեղ չեն դե տենց է։ Ու դրա մասին եթե հետագայում չգիտեմ ֆուտբոլից էլ խոսանք, ես կարամ համեմատականներ էլ տանեմ, որտեվ այնքան կարող ենք վերցնել ֆուտբոլը, ասենց միանգամից պրոյեկցենք մեր երկրի այս իշխանության վրա կարող ենք առանց որևէ բան փոփոխելու ոչ մի բան չենք ստանա, տարբերություն չստանանք, նույնն է, այնքան իրանք նույն ոճի մեջ են բոլորը, էլի։ Սա այսքանը, ասենց չգիտեմ ինչքանով ձեր հարցին պատասխանեցի։ Բայց նույն Թումանյանը պարոն Մինասյան ասում է, որ մենք ներսից ենք փտած եւ ներսից պետք է լինի փրկությունը ինքնամաքրվելու միջոցով։ Դե ինքը այդ նամակ էլ է գրել, չէ՞, Իսահակյանին, այդ ասենք դրանք հզոր բաներ են, այսինքն այնքան ճիշտ ու այնքան հզոր են։ Հիմա ես հասկանում եմ այդ հետաքրքիր է, բոլորը դիագնոզը գիտեն, բայց բոլորը պատասխան ինչ անենք, ես էլ ասացի ինչ անենք։ Հնարավոր է այդ ինքնամաքրումը տեղի ունենա, ինչ-որ վարար ջուր գա ու լեսես։ Դրա համար մեծ ցանկություն է պետք, մեծ ցանկություն, բայց քանի որ կյանքն էլ ինքը միշտ սև ու սպիտակ է, երբեք չի կարող ինչ-որ սևը մի քիչ երկարի ինչ-որ, բայց ամեն դեպքում գիշերվանից հետո առավոտ է գալիս, ուղղակի պետքա, եթե եկավ մի հատ ինչ-որ հաղթանակի պահ, կարևոր չի որ բնագավառում, կարողանանք դա պահել ու զարգացնել, հասկանանք ինչի եղավ դե Այսինքն ինքը, եթե ասես մի քիչ պարզ նայենք, պրիմիտիվ նայենք, եղավ նրա համար, որովհետև բոլորը նույն բանն էին ուզում, եղավ։ Դե եկեք հիմա դա պահենք, դա զարգացնենք, դա առաջ տանենք, բայց նորից եմ կրկնում, քանի որ մեր պատմությունը ցույց է տալիս, որ դա լինում է, բայց դա շարունակություն չի ունենում, իմ համար դժվար է ինչ-որ բան։ Բայց մի բան էլի ասեմ, ասում եք բոլորս ուզեցինք հաղթենք ու հաղթեցինք։ 2020 թվականին բոլորս էինք ուզում պարտվել։ Կամ ուզում էինք պարտվել, որ պարտվեցինք։ Գիտեք, դա մի հատ sense այդ ժամանակ ոնց որ մի քիչ քնի մեջ լիներ ժողովուրդը, այն առումով, որ այս տեխնոլոգիաների դարում այնքան տարբեր էր ինֆորմացիան գալիս, մեկը ասում էր մենք հաղթելու ենք, մեկը ասում էր sense ժողովուրդը ու այնքան արագ եղավ, ու 44 օրը ինքը
Չեմ մտածիկ թե երկար ժամանակ է, դա կարող է երկար թվային մարդու համար ով զինվոր ուներ այնտեղով կրում էր, այդ կարող է, բայց ինքը այդքան երկար ժամանակ չի, այնքան արագ եղավ, որ նույնիսկ մարդիկ չհասկացան թե ինչ տեղի ունեցավ։ Բայց ասեմ, այդ պատերազմում այդքան շատ մեզանից կախված բաներ չկար։ Հուսով եմ պատմությունը ճիշտ իր բաները կդնի, իր վերջակետները կդնի այդ հարցում։ Ես շատ եմ ուզում, որովհետև ընդհանրապես մեր մոտ շատ բացասական բաներ բերվում է, առաջանում է անպատժելիությունից, մեկ էլ անպատասխանատվությունից, այս երկու բանը բերում է այն ինչ որ մենք, եթե մենք այն մարդիկ, ովքեր պետության հանդեպ դավաճանություն են արել, եթե իրանք պատժվեն, պատմությունը եթե իրանք պատժի, հետագա ընթացքը պատժի, այդ ժամանակ հաջորդ անգամ այդ 10-ից 9 հաստատ կմտածեն այդ քայլը անեն, թե չանեն, բայց քանի որ մարդը անպատիժ է, ունենք այն ինչ ունենում ենք, այն ինչ որ մենք հիմա ունենք։ Պարոն Մինասյան, որպես մեր այս շատ հետաքրքիր զրույցի ամփոփում, դեռ շարունակում եք հավատալ մեր լավ կողմերին, մեր ունակություններին, մեր համախմբվելու կարողությանը։ Տեսեք, սովորական մարդուն եթե վերցնենք որպես անհատ, ամեն մեկը օժտված է լավ եւ վատ կողմերով։ Նեն չի որ ասեք միանշանակ այս մարդը ինքը վատն է ու բան, այդպես բան չկա, որովհետեւ ես մի առիթով դա ասել եմ, հիմա ձեր մոտ կասեմ, որ օրինակ եթե մարդը ինչ որ մի քայլ անում, որ ձեր դուրը չի գալիս, եթե ուզում եք իր շարժարիթը լավ հասկանաք, ձեր դες դրեք իր տեղը, այդ ժամանակ հասկանաք ինքը այդ քայլը ինչ արեց, կարող ինքը չգիտեմ, մի քանի պատճառ ունեցե դա անելու։ Կարող է ձեզ դնեք իր տեղը, տեսնեք, չէ, իրոք ինքը սխալ քայլ է արել։ Այսինքն ամեն մեկն էլ օժտված է լավ ու ոտ կողմերով, բայց այստեղ ամենակարևորը գիտեք որն է, որ կան օրինակ եւ կա ընդհանրապես ոնց ընտանիքի օրինակով է տալիս արժե համակարգի արժեքների։ Հայրը, ասենց ասեմ, հայրը, որը որ նույնիսկ կարող է այդքան չխոսա, ինչքան իր օրինակով։ Եթե ինքը հայրը ունենում է այս արժեքները, այս սկզբունքները, 99%-ով երեխան տենց է մտածում, եթե մեծանալու, եթե ինչ որ շեղումներ երբեմն լինում են, բայց հիմնականում սենց է։ Վերցնենք մի հատ ավելի մեծ բան վերցնենք, ինչ որ մի հատ կորպորացիա ենք ղեկավարում, լավ թիմ ենք ղեկավարում, դու ինչ արժեք տվեցիր, այդ արժեքներով է ինքը։ Հիմա գանք պետությանը, այդ արժեքները ոնց քեզ տալիս են, դու այդ եթե դու սենց արժեքներ ես դավանում, ջրի երես են դուրս գալի այն մարդիկ, որոնք օժտված են այդ արժեքներով։ Այսինքն, եթե մեր մոտ էս վերևում այդ էլի ասեմ առաջնահերթությունները, այդ արժե համակարգը, ամեն ինչը այդ հիմքերը ճիշտ դրվի, որ սա է կարևորը, ոչ թե որ դու մոռանաս թե դու ով ես, չգիտեմ, կամ փորձես քո հավատը մոռանալ կամ արարած սարը մոռանալ կամ չգիտեմ ինչ է կամ ցեղասպանություն մոռանալ այդ արդեն բայց ես հենց եմ կրկնում որ պատմությունը այս ամեն ինչը պետք է իր տեղը դնի անպայման եթե չդնի մենք առաջ չենք կարողանալ գնալ վերևում ինչ արժե համակարգ ձեզ քարոզեցին դա է լինելու իսկ եթե ձեզ ասեցի սա է կարևոր քո եկեղեցին է կարևոր քո իղձերն են կարևոր, այսինքն Արարատը մեր համար իղձեր էր, չէ՞, ոչ մեկ չի ասում, վաղը բերելու ենք, ինքը մեր փառքի գագաթն է, այո, մեր հիմքն է։ Այդ ցեղասպանության այդ փաստը, որտեղ ես երբեմն լսում եմ ասում են, դե հարևանների հետ պիտի լավ ապրես, ես դրան դեմ չեմ, փոխում, բայց հարևանները մինչև ոչ թե ուզում են, իրանք մինչև ինքը իր սխալը չանի, չընդունի, չէ՞։ Չգիտեմ, ծնկի գա, ներողություն խնդրի, դրանից ելնելով շատ բաներ կան, չէ՞, ասենք ոնց էր Գերմանիան ընդունեց, Իսրայելինը դրանից ելնելով շատ բաներ, չգիտեմ, ֆինանսական ինչ էր։ Եթե դա կլինի, նոր մնացածի մասին կմտածենք, բայց քարոզել խաղաղություն պարտված ժամանակ, ու ասել ես խաղաղություն եմ բերել, դու խաղաղություն չես բերել։ Քեզ դա պարտադրել են, այսինքն ոչ թե պարտադրել են, դու պարտվել ես, քեզ հիմա ինչ ասում են, դու անում ես, դու դա խաղաղություն չի։ Եվ վաղ թե ուշ այդ խաղաղությունը
խաղաղություն չի լինելու, թեկուզ ոչ զենքի միջոցով ամեն դեպքում դե գիտես, եթե դուք ամեն ինչ որ մի բան զիջում եք, դա ինչ խաղաղություն է։ Հա ձեզ այդ զենքով չեն վերցնում, բայց ուրիշ բանով են վերցնում, դա խաղաղության ինչ եթե ձեզ ինչ ասում են, դուք ընդունում եք, դա ինչ խաղաղության մասին է։ Դե ուղղակի կա երևի մի հատ ինչ որ հատված, որ այս հանդհատ այդ սիրուն բառերը իրանց վրա ազդում է, իրանք էլ հա դե ասում են տենց է, էլի տենց է։ Մեկ ասում են, որ այն մարդկանց համար, ովքեր ուրիշ ձև են դաստիարակվել, ուրիշ սկզբունքներ ունեն, ուրիշ արժանհամակարգ, շատ դժվար է հիմա ապրել։ Ես դրա մասին էլ ունեմ ինչ որ բան տենց գրած, հետեւյալ կերպը հնչում, որ ես չեմ կարողանում հարմարվեմ այս ինչ որ կատարվում է հիմա, կամ էլ պետքա գլխիվար շուռ գամ, սովորեմ տենց քայլել, բայց դա դժվար է, հնարավոր չի, բայց այնց էլ չեմ կարող, որովհետև այն իմ սկզբունքներին դեմ է, մոտավորապես սենց է ինքը հնչում, հիմա չգիտեմ, այս ձեր հարցի պատասխանն է, որ հուսով եմ կփոխվի, մենք կունենանք այն արժանամակարգը, որով մեր երեխեքին ենք մենք հիմա դաստիարակում, որը մերն է։ Ես իհարկե կողմ եմ, տեսեք, կա էվոլյուցիա։ Կյանքը զարգանում է, դրան ոչ մեկ դեմ չի, առաջ է գնում, մենք պետք է հասցնենք այս ամեն ինչի հետևից։ Նենց չի, որ սա դոգմա է ու մենք միջև վերջ պիտի պահենք, բայց կան մի 4-5 տենց հենասյուներ, որը դա մերն է։ Դրա շուրջը մենք պիտի զարգանանք։ Սա է իմ ասածը։ Շատ շնորհակալ ենք եւ սկացինք, որ մեկ հարցազրույցը դες հետ բավական չէ։ Վերջացեցինք։ Այնքան արագ։ Ֆուտբոլի չենք խոսում։ Դե կսպասենք նորից, կարծում եմ դեռ ֆուտբոլային թեմայով։ Շատ թեմաներ ունենք դες հետ խոսելու, շատ հետաքրքիր կողմերով ձեզ բացահայտեցինք։ Շնորհակալ ենք, որ եկաք եւ ես իրոք այնց չասեմ երազանք, այդ բառը միգուցե դուք էլ չեք սիրում, մենք էլ չենք սիրում, բայց ունենանք նպատակ, որ երազում են փոքր տարիքում, հետո միջին տարիքում նպատակներ են դնում, իսկ մեծ տարիքում ունենում են ցանկություններ, ասում են լինի առողջություն լինի եւ խաղաղություն։ Էս է ընդհանուր։ Եվ այո, թող մեր երկիրը լինի այն երկիրը, որին մենք ձգտում ենք, երազում ենք ունենալ այդ ազգայինի հիմքի վրա հիմնված։ Հուսանք այս շատ հայրենասիրական զրույցից դուք էլ հետևություններ կանեք, օրինակներ կքաղեք եւ գոհար իհարկե չեք մոռանա։ Եվ չեք մոռանա հետևել Բարև Օլիմպոսին, խոստանում ենք ձեզ ավելի լավ, ավելի հարուստ զրույցներ ունենալ, ինչպես հետագայում կրկին հյուրընկալելով Վարդան Մինասյանին, այնպես էլ մեր այլ հյուրերի։